Ուրեմն ես հետևում էի ընթացքին, լսում էի, մի ականջով լսում էի, մի ականջով չէի լսում։ Շատ հասկանալի պատճառներ։ Մեր երկիրը ապրում է ոչ խաղաղ իրավիճակում, հոգևոր իմաստով անխաղաղ իրավիճակ։ Եթե այլ բան չասեմ, կասեմ ապրում է հոգեբուժարանին հատուկ պայմաններում իրավիճակում։ Դուք այսօր որոշումներ կայացրեցիք երկու անձի նկատմամբ եւ վստահ եմ երրորդին էլ Արթուրի եւ Իգոր Սարգսյանների ըստ էության սահմանափակելով իրենց ընտրվողների իրավունքը, ոչ թե իրենց իրավունքը որպես պատգամավորի թեկնածու։ Ժողովրդի իրավունքը սահմանափակված է։ Արթուրը շատ ճիշտ ասել Սարգսյան։ 100,000 մարդ ինչպես բերեմ հասցնեմ այստեղ, կամ Իգորի պարագային։ Եվ նույնն էլ Վահագնի պարագայինն է լինելու ավելի երևի այլ կերպով։ 11 ամիսա մենք դրանք տեսնում ենք, ականատես ենք։ Ես անկեղծորեն ասած, միշտ ինձ թվում է, թե ինչ-որ մի բան սպառվել է, հասել ենք վերջի կետին, միտեղ մի բան, մի լույս ծագելու է այս դատարանում։ Բայց անընդհատ գալիս հանգում եմ նույն եզրակացությանը, որ միակ պատճառը այս դատարանում լույս ծագելու եւ ձեզ էլ ազատելու մեղադրողների մասին էլ չեմ ասում։ Միակ պատճառը մեր երկրի այս հոգեբուժարանին վայել կարգերի, կանոնների փոփոխությունն է, պատվարժան դատարան։ Դուք որքան ուզում եք արգելեք, Վահագնը չխոսի, Արթուրը չխոսի, Իգորը չխոսի, մյուսը չխոսի, ես չխոսեմ, կապ չունի, իրականությունը դա է։ Դուք էլ եք ապրում դրա մեջ ախր։ Դուք էլ եք ապրում, ես վստահ եմ, որ ձեր առանձնասենյակում այդ ցավն էլ եք ապրում դուք։ Ապրում եք։ Եթե չեք ապրում, մեզ համար անհասկանալի կլինի։ Եվ այդուհանդերձ Այն որոշումները, որ կայացվում են այստեղ, ձեր որոշումները չեն, ուզում եք վիրավորվեք, չեք ուզում, մի վիրավորվեք, պատվարժան դատարան, անկեղծ ձեր որոշումները, անձնական ոչ մի բան չկա, ձեր որոշումները չեն, որովհետև մեղադրանք չկա ինքում։ Աստապատիկ անգամ ասել ենք, մեղադրանք գոյություն չունի, մեղադրողն ասում է պայմանները չեն նվազել են, ինչի պայմանները, որ հանցանքի, որ հանցանքի, հայրենասեր լինելու հանցանքի, հայրենիք ունենալու ցանկության հանցանքի, այդ հանցանքի, դա է հանցանքի հիմքը։ Այս մեղմաբանություններին վերջ տրվի մեր կյանքում։ Եվ այո, այսօր մի խելառ ընկել է փողոցները, աջ ու ձախ մարդկանց վիրավորելով ու ամենավերջին աստիճանի ինչ ասես հասցնելով, Եվ ցավոք սրտի այդ պոչը, ինչպես Սուրբ Գիրքն ասում է, գլուխը, այդ գյուղապետն է, պոչն էլ գալիս են իր մարգարեների միջոցով հայտնվում են տարբեր տեղերում։ Չախալյանի պարագային չի միայն, խափանման միջոցը փոխելու ճանապարհը մեկն է։ Պատվարժան դատարան, դուք եկել եք վերջի մասին եք խոսում, ես խոսում եմ սկզբի մասին։ Եվ ամեն անգամ ես դրա մասին եմ խոսում, էականության մասին հարցերի։ Այստեղ կիսատ, ձևական որոշումներ կմեզ մի խաբեք, խնդրում եմ, մի անգամ ասել եմ, մեր ինտելեկտները մի վիրավորեք։ Այդքան է պարապ մարդ չենք եղել կյանքում։ Ուրեմն զգացողությունները, որ ունենք եւ գնահատականն ու վերլուծությունը, դրանք ո՞ր կարող է մեր ձեռքից խլել, ոչ ոք։ Հետևաբար, ես նաեւ կանխագուշակելով, որ խափանամիջոցները չեն փոխվելու բնականաբար, բայց նաեւ կանխագուշակելով, որ դատական նիստերը լինելու են ամսի 7-ից հետո, մինչև ամսի 7-ը ես կարծում եմ, որ չի լինելու դատականից, եթե կլինի լավ, եթե չի լինելու, վստահ եմ, որ չի լինելու, որովհետև պետք չեն այս դատական նիստերը Երևան որևէ ձևով, այդուհանդերձ ես ասում, ժողովուրդ ջան, գնացեք ընտրությունների եւ մերժեք այս չարիքի իշխանությունը։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։